Չինաստանի ղեկավարը երկու անգամ կայցելի Ռուսաստան, տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Բացի հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելը, Չինաստանի նախագահը Ռուսաստան կայցելի նաև առանձին այցով։ Չինաստանը կարող է Թրամփին պատասխանել արտահանման և շուկայի գրավման հզոր ալիքով, գրել է ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականը։ Նշվում է, որ Դոնալդ Թրամփի մաքսային պատերազմները կարող են հանգեցնել վիթխարի հետևանքների։ Չինաստանի հնարավոր քայլերը պարբերականը Միացյալ Նահանգներին մոտեցող ցունամի է կոչել։ Ավտոարտադրողների հազարավոր ավտոմեքենաներ են պահում ԱՄՆ նավահանգիստներում և ժամանակավորապես դադարեցնում են բեռնափոխադրումները, քանի որ փորձում են նվազագույնի հասցնել Թրամփի աճող առևտրային պատերազմի ազդեցությունը։ Որոշ նավահանգիստներ այնքան են գերբեռնվել, որ հասել են իրենց կարողությունների սահմանաչափերին։ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է Իրանին, նա հայտարարել է, որ Իրանին ռազմական հարված կհասցնեն, եթե այդ երկիրը չհամաձայնի դադարեցնել իր միջուկային ծրագիրը։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ Իսրայելն առանցքային դեր է խաղալու։ Թուրքիայի արտգործնախարար Հաքամ Ֆիդանը հույս ունի, որ Միացյալ Նահանգները և Իրանը կկարողանան բանակցել և խուսափել ուժային ճանապարհով խնդիրը լուծելուց։ Ես ճանաչում եմ կողմերին, գիտեմ նրանց դիրքորոշումները, բայց ամեն ինչ պարզ կլինի բանակցությունների ընթացքում, ասել է Ֆիդանը։ Ուկրաինան պատրաստ է Միացյալ Նահանգներից ռազմական օգնության նոր լայնածավալ փաթեթ գնել, այն դիտարկելով ոչ միայն որպես գործարք, այլև որպես երկարաժամկետ անվտանգության համակարգի տարր։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ իրենք ամերիկյան կողմին արդեն ներկայացրել են այն մեծ փաթեթը, որն ուզում են գնել և որի դիմաց կվճարեն, անվճար չեն խնդրում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հունիսին Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ համատեղ կազմակերպելիք համաժողովին մի շարք երկրներ հնարավոր է ավարտին հասցնեն Պաղեստին պետության ճանաչման համատեղ քայլը։ Մենք պետք է շարժվենք դեպի ճանաչում և դա կանենք մոտակա ամիսներին, ասել է Մակրոնը։